Պարոն Շաբան, դուք խոսում եք, ասում եք, ստեղ մի քիչ վտանգավոր է գնացինք, ստեղ բիլիարդի շարերը նման է գնացինք անեինք։ Ես չեմ տեսնում իմ առջև մի մարդ, որը հետևում է իսկապես հակամրցակցային մթնոլորտին։ Դրա հետ կապված այսպեսի հարց եմ տալիս։ 13, 14, 15 թվեր։ Ընդհանուր մրցակցային դաշտը ինչ փոփոխության է ենթարկվել հանրապետությունում։ Ինչպիսին է ձեր որակական եւ քանակական գնահատականը, ինչ մեթոդիկա ունեք գնահատելու համար հանրապետություն, օրինակ, աշխարհում գնահատվում է գլոբալ մրցակցության ինդեքսը։ Փորձել եք, ասենք, այդ ինդեքսին նմանակելով գոնե մի ինդեքս հաշվել Հայաստանի համար, որ մենք իմանանք, որ մենք առաջ ենք գնում, թե հետ ենք գնում։ Այսինքն, եթե մենք այս տարի եկել եք, բերել եք այստեղ մի 5 դեպք եք շարադրել, որ գնացել ենք մրցակցության պահանջները խախտել ենք, գործ ենք արել, ինձ թվում է, որ դուք սկսել եք նմանվել ինչ-որ ՕԲԽՍ-ի, հասկանում եք։ Այ հիմա ինձ ասեք, վերջի 3 տարում մրցակցության մթնոլորտը Հայաստանում ինչ ուղղությամբ է շարժվում։ Ինչպես կարող ենք մեկ նախադասությամբ կամ այո կամ ոչ բառով ֆիքսել դրա շարժումը։ Շնորհակալություն հարցի համար։ Եթե շատ կարճ ասեմ, պետք է ասեմ հետևյալը, որ այս մի քանի տարիների ընթացքում բոլոր այն խնդիրները, որոնք գտնվել են հանձնաժողովի տեսադաշտում, բոլոր այդ խնդիրներին լուծում է տրվել։ Եվ ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ վերջին այս տարիների ընթացքում մեր երկրում որևէ տնտեսվարող չի կարող ասել, որ որևէ հարցով, խնդրով դիմել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, այդ խնդիրը գտնվել է հանձնաժողովի իրավասության շրջանակներում եւ մեր կառույցը հետևողական չի եղել այդ խնդրի լուծման հարցում։ Ինչ վերաբերվում է ցուցանիշներին, ապա իմ ձեռքի տակ գտնվում են մեր գործունեության վերաբերյալ վիճակագրական ցուցանիշները։ Վերջի այս մի քանի տարիները, եթե համեմատում ենք նախորդ տարիների հետ, նկատի ունեմ պատասխանատվության միջոցներ սահմանող որոշումները, ընդհանուր կայացվող որոշումները, նշանակվող տուգանքները, ապա մի քանի անգամ դրանք նախորդ տարիների համեմատ ավելացել են։ Օրինակ, ամեն տարի 5-600 որոշում է կայացվում։ Այն դեպքում, երբ նախորդ տարիներին մինչև 100 որոշում էր կայացվում։ Ինչ վերաբերվում է պատասխանատվության միջոցներ սահմանող որոշումներին, տարեկան մոտ 200 այդպիսի որոշում է կայացվում, այն դեպքում, երբ նախորդ տարիներին նկատի ունեմ մինչև 2010 թվականը 25-30 որոշում էր կայացվում։ Նույնը վերաբերվում է նշանակվող տուգանքներին, նույնը վերաբերվում է նաև այն գործերին, որոնք դատական կարգով քննվում են։ Այսինքն մի քանի անգամ ավելի շատացել են, քան իհարկե նախկինում։ Ինչ վերաբերվում է միջազգային ցուցանիշներով, ապա համաձայն մրցունակության, գլոբալ մրցունակության ինդեքսի ցուցանիշների 3 ցուցանիշներ կան, որ վերաբերվում են մրցակցությանը։ Առաջինը դա հակամենաշնորհային քաղաքականության ուժեղությունը բնութագրող ցուցանիշն է, ներքին շուկաներում մրցակցության ուժգնությունը բնութագրող ցուցանիշը եւ երրորդ ցուցանիշը դա գերիշխող դիրք զբաղեցնողները որքանով են մրցակցությունը խաթարում։ Վերջ այս 2-3 տարիներում դա հրապարակված ցուցանիշ է, այս 3 ցուցանիշներով մենք առաջ ենք գնացել, պարզ է, նախկինում ցածր դիրքերում ենք գտնվել։ Եթե բացարձակ մեծությամբ վերցնենք, դեռևս շատ առաջ չենք, բայց եթե համեմատության մեջ նայենք, փոփոխության առումով նայենք, ապա բավականին առաջ ենք գնացել եւ եթե համեմատենք մենք ԱՊՀ երկրների հետ, մասնավորապես մեր հարևանների հետ, Վրաստանի հետ, Ադրբեջանի հետ, մեծ Բալթյան որոշ երկրների հետ, Արևելյան Եվրոպայի որոշ երկրների հետ, ապա համաձայն այդ ցուցանիշների մենք ուրեմն շատ երկրներից բացարձակ ցուցանիշներով եւս մենք արժևում ենք գտնվում։ Եվ ուզում եմ նշել, որ այդ գլոբալ մրցունակության ցուցանիշները դա ուրեմն տնտեսվարողների գնահատականների հիման վրա տրվող ցուցանիշներն են։ Արձագանքի համար։ Կներեք, մի փոքր ավելացում եմ ուզում անեմ։ Դուք նշեցիք 5 գործ, իհարկե ես նշեցի, որ խոսքը ուրեմն տասնյակ հարյուրների հասնող գործերի մասին է, բնականաբար դուք պատկերացում եք կազմում մեր գործունեության վերաբերյալ հրապարակային նիստերի, որոշումների միջոցով, սակայն այդ ամենը մեր գործունեության մի փոքր մասն է ընդամենը կազմում։
Եվ հանձնաժողովը բավականին շատ մեծ անտեսանելի աշխատանք է իրականացնում, ես նկատի ունեմ բացի տուգանքները, բացի վարույթները, բավականին շատ ուսումնասիրություններ է իրականացնում եւ հանձնաժողովի նպատակը միայն այն չէ, որ պատասխանատվության միջոցներ կիրառվեն, բավականին շատ առաջարկներ է կատարում եւ դրանք ուղարկվում են համապատասխան մարմիններին, որոնց դաշտում գտնվում են խնդիրները, այդ խնդիրների կարգավորման նպատակով։ Ավարտեցիք։ Այո։ Պարոն Բագրատյան, արձագանքի անհրաժեշտություն։ Արձագանքի համար Հրանտ Բագրատյան։ Ես խնդրում եմ դուք ուշադրիր եք ես ինչ եմ հարցնում։ Գլոբալ մրցակցության ինդեքսով Հայաստանը առաջ չի գնում, հետա գնում։ Ես ում հասկանամ ինչու։ Եթե ես սխալվում եմ, բերեք գլոբալ մրցակցության ինդեքսը վերջի 10 քանի տարում այնքան ամեն տարի հապարակում, ասեք ոչ այդպես չի։ Թիվը այսպեսին է։ Երկրորդ հարցը, որ ես տալիս եմ։ Օրինակ, 1000 հարկատուները նրանց տեսակարը կշիռը բյուջեի մեջ համախառն եկածների ավելանում է։ Այսինքն տնտեսությունը կենտրոնանում է։ Ես կուզենայի, որ դուք ինքներդ sense մի ինդեքս ունենայիք, հասկանում եք։ Ավելին, այստեղ գալիս են ֆինանսների նախարարության ներկայացուցիչները եւ չեն թաքցնում, որ հարկ վճարողների թիվը պակասում է տարեստարի։ Բիզնես գրանցվածները տարեստարի հանվում են 5 տարի մեկ 30%-ով պակասում է արդեն տնտեսվարող սուբյեկտների թիվը։ Սա պիտի լինի ձեր գործունեության արդյունքը։ Այս տեսակետից ինչ է կարել։ Հասկացանք, որ պիտի գնաք ստուգեք, հələ ու չստուգեիք, վերջին հաշվով աշխատավարձ եք ստանում։ Առաջինը գլոբալ մրցունակության ինդեքսի հետ կապված, ուրեմն ձեր ասածները իրականությանը չեն համապատասխանում, եթե ցուցանիշներով վերցնենք, նկատի ունեմ վերջի 3 տարիների ցուցանիշները վերցնենք, որոնք հրապարակված են, ուրեմն այդ ցուցանիշներով մենք առաջընթաց ենք արձանագրել։ Ինչ վերաբերվում է երկրորդ հարցին, տնտեսության կենտրոնացվածության ցուցանիշին, ապա խոշոր ընկերությունների առկայությունը դա տնտեսական մրցակցության պաշտպանության օրենքի տեսանկյունից դա խնդիր չի համարվում։ Ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև ամբողջ աշխարհում մրցակցության պաշտպանության մարմինները չեն պայքարում խոշոր ընկերությունների առկայության դեմ։ Ես բազմիցս նշել եմ, պայքարում են չարաշահումների դեմ։ Մեր մրցակցության մարմնի հիմնական խնդիրը դրանք ուրեմն չարաշահումների դեմ պայքարելն է եւ թույլ չտալ, որպեսզի լինեն հակամրցակցային գործողություններ։ Ինչ վերաբերում է տնտեսության կենտրոնացվածությանը, ապա կան այո ոլորտներ, որտեղ ունեն կենտրոնացվածության աստիճան եւ բավականին վերջերս մենք նաեւ ուսումնասիրություն իրականացրեցինք, պարզելու թե այն ոլորտները, որտեղ կա կենտրոնացվածություն, արդյոք այդ ոլորտներում խոշոր ընկերությունները մրցակցություն են սահմանափակում, մուտքի խոչընդոտներ են ստեղծում փոքր եւ միջին ընկերությունների համար։ Մասնավորապես ուսումնասիրության օբյեկտ հանդիսացան հանքային ջրերի ոլորտը, կաթնամթերքի արտադրությունը եւ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այո, խոշոր ընկերությունները ունեն մրցակցային առավելություններ փոքր եւ միջին ընկերությունների նկատմամբ։ Սակայն նաեւ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ առավելությունները օբյեկտիվ բնույթ ունեն եւ դրանք տնտեսագիտորեն հիմնավորված են։ Մեր ուրեմն նման երկրում խոշոր ընկերությունները ուրեմն բնականաբար ունեն օբյեկտիվ առավելություն։ Խոշոր ընկերությունները ապրանքները ձեռք են բերում ուղղակի արտադրողներից, աշխարհի խոշոր արտադրողներից եւ բնականաբար ձեռքբերման գները ավելի էժան են։ Բացի այդ, հաշվի առնելով մեր երկրի շրջափակումը, աշխարհաքաղաքական դիրքը, բոլոր այս գործոնները հաշվի առնելով բավականին շատ տրանսպորտային ծախսեր են իրականացվում եւ քանի որ խոշոր ընկերությունները մեծ խմբականակներով են ներմուծում, ստացվում է, որ տրանսպորտային ծախսերը մեկ միավոր արտադրանքի հաշվով ավելի քիչ են եւ ինքնարժեքը խոշոր ընկերությունների համար ավելի փոքր է։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այո, խոշոր ընկերությունները իրացման ոլորտում էլ ունեն առավելություն։ Ֆինանսական մեծ ռեսուրսների են տիրապետում են մատակարարման ցանցի մեծ մասը, ունեն ֆինանսական միջոցներ, որոնցով կատարում են մեծ ծավալի մարքեթինգային եւ գովազդային ծախսեր եւ հետեւաբար օբյեկտիվորեն խոշոր ընկերությունները ունեն մրցակցային առավելություն փոքր եւ միջին ընկերությունների նկատմամբ։ Սակայն մեր հիմնական խնդիրն է, որպեսզի թույլ չտանք, որ խոշոր ընկերությունները օգտվելով իրենց մրցակցային առավելությունից սահմանափակումներ թույլ տալ։ Բնականաբար տնտեսվարողների թիվը որքան շատ լինի, այնքան ավելի լավ երկրում եկամուտների առավել հավասարաչափ բաշխվածության տեսանկյունից։ Սակայն բոլոր տնտեսվարողներն էլ նշում են նույն պատճառը, որ մեր երկրում նոր տնտեսվարողներ քիչ են ավելանում, գործողները շատ չեն կարողանում ընդլայնվել, այն պարզ պատճառով, որ մեր երկիրը փոքր է եւ շուկաները սահմանափակ են։
եւ որպեսի նոր տնտեսվարողներ ավելանան, գործողներն էլ ընդլայնվեն, անհրաժեշտ է որպեսի պահանջարկը մեծանա։ Իսկ պահանջարկը կարող է մեծանալ արտանման շուկաների ներգրավման շնորհիվ եւ մենք կարծում ենք, որ այո, Եվրազիական տնտեսական միությանն անդամակցելը այդ տեսանկյունից մեծ հնարավորություններ կբացի, արտանման նոր շուկաներ կտա մեր տնտեսվարողներին եւ դրա արդյունքում ունենանք ավելի շատ տնտեսվարողներ եւ գործող տնտեսվարողներն էլ հնարավորություն կունենան ընդլայնվելու։